Հայաստանի Հանրապետության նոր բանակը նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարդունակությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պաշտոնյաներին, զինծառայողներին, մասնավոր հատվածի ընկերություններին, մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ներդրում են ունեցել մեր նոր բանակի ձևավորման գործում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրող պահանջող և ստացող բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ում գեներացված հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր ժամանակակից պաշտպանունակ և ուժեղ բանակ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հանդիսավոր երթի ըստ պաշտելի հեռավորությունը երկու գծային դրոշակակիր խումբանողեր Մյուսները աջ, դրդ,
Հավասարությունը դեպի աջ։ Քայլով մարշ։ Մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգարժան հյուրեր, ներկաներ, սիրելի հայրենակիցներ։ Մեկնարկեց Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երթը։ Հանդիսավոր երթին մասնակցող զորախմբերը ներկայանում են Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստով, հանդերձավորմամբ։ Նոր համազգեստը ձևավորված է միայն հայկական խորհրդանշաններով, ազգային տարրեր ունեցող տարբերանշաններով։ Իդեպ, զորահանդեսի ամբողջ ընթացքում զինվորական նվագախմբի կատարմամբ կհնչեն միայն հայկական ստեղծագործություններ։ Հանդիսավոր երթը սկսում են զինվորական ճանապարհին առաջին քայլերը կատարող Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, վարժարանի փոխտնօրեն փոխգնդապետ Արայիկ Սահակյանի ուղեկցությամբ։ Վարժարանում կրթվել և դաստիարակվել են բանիմաց, հմուտ ու արհեստավարժ զինվորականներ, որոնք պատվով ծառայել ու ծառայում են Հայաստանի Հանրապետության բանակում։ Վարժարանի սաներին հաջորդում են ապագա սպաները, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, ռազմական ակադեմիայի պետ, արիության մեդալակիր, գնդապետ Արսեն Մանգասարյանի հրամանատարությամբ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության իրեն իրագործելուն ունակ բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։ Հանդիսավոր շարանցումը շարունակում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ունկնդիրների զորախումբը։ Գլխավորում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, արիության մեդալակիր գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը։ Հանրապետության հրապարակում է զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր գնդապետ Լևոն Դավիդյանի հրամանատարությամբ։ Հատուկ նշանակության ստորաբաժանումները կոչված են իրականացնել ամենաբարդ խնդիրները դժվարամատչելի վայրերում, ունակ են ինքնուրույն լուծել ռազմավարական խնդիրներ։ Միջազգային խաղաղարար առաքելություններում Հայաստանի Հանրապետությունը բազմիցս պատվով ներկայացրած խաղաղապահ ուժերի բրիգադ, հրամանատար գնդապետ Ռուբեն Պապյան։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004 թվականի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Հայաստանի մանակի կարևոր առանցքային միավոր հանդիսացող տարածքային պաշտպանության զորքերն են շարունակում հանդիսավոր երթը հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալակիր գեներալ-մայոր Սամվել Մինասյանի գլխավորությամբ։ Տարածքային պաշտպանության զորքերի շարասյունը կազմված է պաշտպան հայրենյաց գումարտակների զինծառայողներից։ Շարային քայլով ներկայանում են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինծառայողները, ռազմական ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ։
Ռազմական ոստիկանության գործունեությունն ուղղված է ապահովելու նախարարության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օրինականության պահպանման, համցագործությունների կանխարգելման եւ արատավոր բարքերի դեմ պայքարի, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության օրենքով վերապահված խնդիրների կատարումը։ Հանրապետության հրապարակում զինված ուժերի կին զինծառայողներն են, գլխավորում է փոխգնդապետ Սոֆիա Անանյանը։ Կարևորելով կանանց ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, կառավարությունն այդ ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, ներդրել է իգական սերի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային 6 ամսյա ծառայության ծրագիրը, որի շահառուներին հնարավորություն է տրվում ծառայությունը շարունակելու պաշտպան հայրենիաց ծրագրով։ Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երթը շարունակում են ազգային անվտանգության հատուկ նշանակության զորքերը գնդապետ Արթուր Գյուլերյանի գլխավորությամբ։ Համակարգի որակական բարեփոխումների արդյունքում այսօր հատուկ նշանակության զորքերը հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեսադիտարկման համակարգերով, ազդանշանային սարքերով, գիշերային, ցերեկային եւ ջերմային դիտարկման սարքերով, շարժական տեսախցիկներով եւ այլ սարքավորումներով։ Բեմահարտակի առջև են սահմանապահ զորքերի զինծառայողները։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ստորաբաժանումը ղեկավարում է մարտական ծառայության մեդալակիր հրամանատարը գնդապետ Գարիկ Մուրադյանը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, սահմանային եւ անցման կետերի ռեժիմն ապահովելու, սահմանային վերահսկողություն իրականացնելու համար։ Հատուկ բանակային զորամիավորում հրամանատար մարտական խաչ 2-րդ աստիճանի իշխաննշանի ասպետ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյան։ Հատուկ բանակային զորամիավորումը Հայաստանի Հանրապետության բանակի առաջին ռազմական կազմավորումն է։ Այն իրականացնում է Հանրապետության հարավ-արևելյան ուղղության պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետության արևելյան դարպասները պաշտպանող զորամիավորման զորախումբն է։ Երկրորդ բանակային զորամիավորում հրամանատար Հայաստանի ազգային հերոս գեներալ-մայոր Գարեգին Պողոսյան։ Ռազմավորումից մինչև օրս զորամիավորումը պատվով է կատարում իրեն վստահված սահմանագոտու պաշտպանությունը։ Երրորդ բանակային զորամիավորում հրամանատար արիության մեդալակիր գնդապետ Սիմոն Նազարյան։ Հատկանշական է, որ բոլոր զորամիավորումների պահպանության տարածքներում առանձնակի ուշադրություն է դարձվում հերթապահության կրման պայմանների կատարելագործմանը, բանակային դիրքերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգմանն ուղղված շուրջօրյա եւ հետեւողական աշխատանքներին։ Հինգերորդ բանակային զորամիավորում հրամանատար արիության մեդալակիր գնդապետ Գագիկ Պողոսյան։ Ինչպես մյուսները, այնպես էլ 5-րդ բանակային զորամիավորումը կազմավորված է մոտոհրաձգային, հրետանային, տանկային, հետախուզական ստորաբաժանումներից, ինչպես նաև կապի, ինքնագնաց հրետանու, թիկունքի եւ այլ գումարտակներից։ Այժմ 2026 թվականի մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր զորահանդեսին առաջին անգամ ներկայացվում Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Հանրապետության հրապարակ են մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերը, զորքերի պետ արիության մեդալակիր գնդապետ Վահրամ Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ինժեներական զորքերը նախատեսված են ստորաբաժանումների ժամանակին եւ ծածուկ տեղաշարժի, ծավալման, խուսավարման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, պայմանական հակառակորդի բոլոր տեսակի խոցման միջոցներից, զորքերի եւ օբյեկտների պաշտպանվածության բարձրացման, ինչպես նաեւ ինժեներական զինամթերքով պայմանական հակառակորդին կորուստներ հասցնելու եւ նրա գործողությունները դժվարացնելու համար։ Այժմ հրապարակում են ժամանակակից հետախուզահարվածային 4 օտանի գայլ ռոբոտային համակարգերը։
որոնք տարբեր կլիմայական եւ բարդ ռելիեֆային պայմաններում Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի հետ ունակ են իրականացնելու տարբեր բարդության, հետախուզման, հայտնաբերման, թիրախի տարբերակման, կրակային աջակցման, ինչպես նաև զինամթերքի եւ այլ անհրաժեշտ միջոցների մարտի դաշտ հասցնելու խնդիրներ։ Համակարգն ունակ է նաև իրականացնել հայտնաբերված պայթուցիկ սարքերի կրակային եղանակով հեռահար ոչնչացում։ Համադրված է ցերեկային, գիշերային տեսանելիության, ինչպես նաև ջերմատեսիլ սարքերով, ունակ է իրականացնել թիրախի հայտնաբերում, տարբերակում եւ ուղեկցում։ Հաշվի առնելով ժամանակակից պատերազմների բնույթը եւ տարբեր հակամարտությունների ընթացքը, ներկայումս տարբեր պետությունների բանակներն անցնում են արհեստական բանականության բոժված եւ հեռակառավարվող ռոբոտացված միջոցների, որոնց կիրառումը մարտի բարդ պայմաններում զուգորդում կամ փոխարինում է զինվորին։ Ժամանակի հրամայականն է ունենալ ժամանակակից, ճշգրիտ խոցման, հեռահար, հեռակառավարվող համապատասխան սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զինված ուժերի զարգացման տեսլականի, վերջին տարիներին զգալի քայլեր են կատարվել բանակի զինանոց նարդի տեխնոլոգիաներով եւ սպառազինությամբ համալրելու ուղղությամբ։ Սակրավորներ պաշտպանիչ համազգեստով։ Ինժեներասակրավորային ստորաբաժանումներն իրենց ուրույն տեղն ու դերն ունեն զինված ուժերի կառուցվածքում։ Գործնականում բազմիցս իրականացրել են առաջադրված ինժեներական ապահովման առավելագույն բարդ խնդիրներ։ Զինված ուժերի ստեղծման պահից ի վեր սակրավորային ստորաբաժանումներն իրենց ներդրումն են ունեցել բարդ կլիմայական եւ ռելիեֆային պայմաններում զորքերի կենսունակության ապահովման, պաշտպանվածության բարձրացման, ռազմական ճանապարհների կառուցման ժամանակ տեղանքի հետախուզման, պայթեցման աշխատանքների կատարման գործում։ Հաստատված խաղաղության պայմաններում սակրավորները շարունակում են իրականացնել տարատեսակ տեղանքների ականազերծման, պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման եւ վնասազերծման աշխատանքներ։ Սակրավորները հանդերձավորված են պաշտպանիչ համազգեստով, որը նախատեսված է ականազերծման, ինչպես նաև պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներ իրականացնելիս սակրավորին պաշտպանելու համար։ Հանրապետության հրապարակ են մուտք գործում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերը, զորքերի պետ, գնդապետ Գևորգ Համբարյանի գլխավորությամբ։ Ձեր առջև մառախուղ համալիրն է, որը նախատեսված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման եւ դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ընդունիչների ճնշման համար։ Այն բաղկացած է համալիրի ղեկավարման կետից, ռադիոլոկացիոն հետախուզության եւ ռադիոճնշման կայաններից։ Օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է ցածր բարձրության օդային թիրախների, այդ թվում անօդաչու թռչող սարքերի եւ ուղղաթիռների ավտոմատ հայտնաբերման եւ օդային իրադրության արտացոլման համար։ Համալիրի կայանների հատուկ մասերը տեղադրված են բարձր անցանելիության լիակարճ տրանսպորտային միջոցների վրա, որոնք հնարավորություն են տալիս այն կիրառել բարդ աշխարհագրական պայմաններում։ Դրանք սարքավորված են նաև օպերատորների աշխատատեղերով, էլեկտրասկսման եւ մոտորակման համակարգերով։ Մառախուղ համալիրը կարելի է կիրառել ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ տարբեր զորքերի հետ խնդիրներ կատարելիս։ Հաջորդը սարք համալիրն է, նախատեսված է պայմանական
պայմանական հակառակորդի մարտավարական օղակի ղեկավարման համակարգերում գործող ռադիոկապերի ճնշման համար։ Համալիրը բաղկացած է ավտոմատացված ղեկավարման կետից և տարբեր հաճախականային տիրույթներում գործող ռադիոկապերի ճնշման կայաններից։ Այն հնարավորություն է տալիս իրական ժամանակում գնահատել ռադիոէլեկտրոնային իրադրությունը և նպատակային խանգարումներ իրականացնել ընտրված կապուղիներում։ Պայմանավորված առաջադրված խնդրի ծավալով և իրադրության պայմաններով համալիրը հնարավոր է կիրառել ինչպես ամբողջ կազմով, այնպես էլ առանձին կայաններով տարբեր ուղղություններում։ Ժամանակակից պատերազմներում և զինված հակամարտություններում դժվար է թերագնահատել ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի նշանակությունը։ Ներկայացված միջոցների ձեռքբերումն էլ ավելի է մեծացնում ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի հնարավորությունները ուղղված պայմանական հակառակորդի տարբեր օղակներում ղեկավարումը կազմակերպելուն, հետախուզություն վարելու և ճշգրիտ սպառազինության կիրառման արդյունավետությունը նվազեցնելուն։ Հրապարակում է հատուկ նշանակության ուժերի մեքենայացված ստորաբաժանման շարասյունը մարտական ծառայության մեդալակիր գնդապետ Պողոս Պետրոսյանի ղեկավարությամբ։ Հատուկ նշանակության ուժերը կազմավորվել են 2024 թվականին։ Հատուկ նշանակության ուժերը զինված ուժերի հատուկ կազմավորված, հանդերձավորված, սպառազինված և պատրաստված կառուցվածքային միավոր է, նախատեսված բոլոր կիրառելի մեթոդներով բարդ և վտանգավոր միջավայրում խնդիրներ կատարելու համար։ Հատուկ նշանակության ուժերը համալրվել են տատա տեսակի թեթև, արագաշարժ, բարձր անցողունակությամբ ավտոտեխնիկաներով, սպառազինված 7,62 մմ դրամաչափի MMG տեսակի գնդացիրներով։ Ավտոմեքենան նախատեսված է հանկարծակի ծագած խնդիրներին արագ արձագանքելու և հատուկ նշանակության ուժերի զինծառայողներին օպերատիվ կերպով խնդիրների կատարման շրջան դուրս բերելու և անձնակազմին ընթացքից կրակային աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Զինված ուժերի արդիականացման շրջանակում բարձրացվել են նաև հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների կրակային և զորաշարժային հնարավորությունները, ինչպես նաև ապահովվել է անձնակազմի կենսունակությունը և պաշտպանվածությունը։ Մեքենայացված շարասյունը շարունակում է Բաստիոն տեսակի զրահամեքենան, որը թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ է։ Այն սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12,7 մմ խոշոր տրամաչափի M2 տեսակի գնդացիրներով։ Զրահամեքենան կահավորված է նաև ներսից կրակ վարելու համար նախատեսված սողանցքերով։ Բաստիոն զրահամեքենան իր զորաշարժային և կրակային հնարավորություններով բարձրացրել է հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման արդյունավետությունը, ապահովելով օպերացիաների իրականացման գաղտնիությունը, հանկարծակիությունը, օպերատիվությունը, հատուկ մարտավարությունների կիրառումը, շարժունակությունը և ինքնաբավ գործելու, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու հնարավորությունը։ Բաստիոնը բազմակի նշանակության զրահապատ մեքենա է, նախատեսված բարդ տեղանքում անձնակազմին արագ խնդիրների կատարման շրջան տեղափոխելու, հետախուզություն վարելու, պայմանական հակառակորդի վրա կրակային ներգործություն ապահովելու, ինչպես նաև ղեկավարում ու բարեկություն իրականացնելու համար։ Զրահամեքենայի իրանը պատված է ամբողջական եռակցված զրահապող պատով, ինչն ապահովում է երրորդ մակարդակի բալիստիկ պաշտպանություն։ Իրանի վեհաձև կառուցվածքը և հատուկ տեխնոլոգիայով պատրաստված անվադողերն ապահովում են անձնակազմի պաշտպանվածությունը հակատանկային, հակահետևակային ականներից և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների ազդեցությունից։ Անձնակազմի կենսունակության բարձրացման նպատակով զրահամեքենան կահավորված է պայթյունակայուն նստատեղերով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հատուկ նշանակության ստորաբաժանումների զարգացման ընթացքը և իրականացվող բանափոխումները պաշտպանության համընդգրկուն կերպափոխման անբաժանելի բաղադրիչ են առաջատար բանակների հատուկ ստորաբաժանումների զարգացման լավագույն փորձին համահունչ։
Այս գործընթացը հիմնված է առանցքային 3 բաղադրիչների, բարձրակարգ մասնագետների պատրաստության, ժամանակակից ուսումնական բազայի և նորագույն սպառազինության ու հանդերձանքի համադրման վրա։ Հանրապետության հրապարակում են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերը, զորքերի պետ, գնդապետ Համլետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը զինված ուժերի կարևոր բաղադրիչներից են, որոնք ապահովում են անձնակազմի պաշտպանությունը ժամանակակից մարտահրավերներից և վտանգավոր գործոններից։ Հետևակի ռեակտիվ հրանետ RPOA Սպառազինության այս նմուշի համար նշանակետեր են բաց, երկարաժամկետ պաշտպանական և այլ ամրացված կառույցներում պայմանական հակառակորդի կենդանի ուժը, ինչպես նաև մարտական տեխնիկան ու այլ օբյեկտները։ 93 մմ տրամաչափով հետևակային ռեակտիվ հրանետի կրակի առավելագույն հեռավորությունը 1000 մետր է, այն մարտական վիճակի է բերվում 30 վայրկյանում։ Բարձր և համակողմանի պատրաստվածությունը, համակարգված աշխատանքը, տեխնիկական հագեցվածությունն ու մասնագիտական հմտությունները թույլ են տալիս այս զորքերին արդյունավետ գործել ցանկացած իրավիճակում, ապահովելով անվտանգություն և կայունություն։ Ծանր հրետանային համակարգ DOS 1A Ծանր հրետանային ստորաբաժանումները նախատեսված են հրաձգային և տանկային ստորաբաժանումների կրակային աջակցման, մարտերի ընթացքում կրակային տարբեր դիրքերից մինչև 6 կիլոմետր հեռավորության և մեկ համակարգով 40,000 քառակուսի մետր մակերեսով պայմանական հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև զրահապատ տեխնիկայի շարքից դուրս բերման համար, որտեղ անհրաժեշտ են կրակի խտություն ու նշանակետերի խոցման արդյունավետություն։ Այս համակարգերը զինված ուժերի կառուցվածքում ունեն կարևոր դեր, ապահովելով ստորաբաժանումների գործողությունների աջակցություն։ Նրանց կիրառումը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, ճշգրիտ հաշվարկներ և համակարգված գործողություններ, որոնք իրականացնում է փորձառու անձնակազմը։ Ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի առաքելությունն է հայտնաբերել, գնահատել և կանխել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական սպառնալիքները, ինչպես նաև իրականացնել համապատասխան պաշտպանության և վերականգնման միջոցառումներ։ Այս զորքերն ապահովում են պաշտպանության կարևոր ուղղություններից մեկը՝ ուղղված վտանգավոր գործոնների հայտնաբերմանը, կանխարգելմանը և հետևանքների վերացմանը։ Հանրապետության հրապարակ են մտնում հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության զորքերի պետ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի իշխաննշանի ասպետ գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյանի գլխավորությամբ։ Հակաօդային պաշտպանության զորքերը, հանդիսանալով զինված ուժերի կարևոր զորատեսակներից մեկը, իրականացնում են օդային տիրույթում պայմանական հակառակորդի հետ մղման և նրա օդային հարձակումներից երկրի պետական ու ռազմական նշանակության կարևորագույն օբյեկտների ու զորքերի պաշտպանության խնդիրները։ Հրապարակում են կարիճ զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Մոտակա գործողության կարիճ ինքնագնաց զենիթային հրթիռային համալիրը նախատեսված է ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու ոչնչացման, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ռազմական և արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Համալիրի ներդրումը հնարավորություն է տալիս բարդ խանգարումային և եղանակային պայմաններում արդյունավետ պայքար մղել պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների դեմ,
ավտոմատացված ռեժիմում հայտնաբերել եւ միաժամանակ խոցել 4 թռչող օբյեկտ մինչեւ 5 կիլոմետր բարձրությամբ եւ 8 կիլոմետր հեռավորությամբ։ Հրապարակով անցնում են Տոր M2KM զենիթային հրթիռային համալիրի մարտական մեքենաներով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Փոքր հեռահարության բազմուղի Տոր M2KM համալիրն ունի կիրառման բարձր արդյունավետություն եւ նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների, հակառադիոլոկացիոն եւ այլ կառավարվող հրթիռների, կառավարվող ավիառումբերի եւ անօդաչու թռչող սարքերի հարվածներից ռազմական ու պետական կարևորագույն օբյեկտների հակաօդային պաշտպանության համար ցերեկը եւ գիշերը բարդ եղանակային եւ խանգարումների պայմաններում։ Համալիրը միաժամանակ կարող է հայտնաբերել մինչև 50 ավտոմատացված ռեժիմում ուղեկցել եւ խոցել 16 օդային օբյեկտ 10 կիլոմետր բարձրությամբ եւ 15 կիլոմետր հեռավորությամբ, ինչպես տեղում, այնպես էլ ընթացքից։ Երթը շարունակում են Լուսան զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Լուսան զենիթային հրթիռային համակարգը փոքր հեռահարության բազմուղի զենիթային հրթիռային համալիր է։ Այն նախատեսված է մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների եւ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի հարվածներից, զորքերի խմբավորումների ու կենսական նշանակություն ունեցող պետական ու ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար, ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների ակտիվ կիրառման եւ եղանակային բարդ պայմաններում։ Համադրված լինելով ժամանակակից թվային ռադիոլոկացիոն կայանով եւ կառավարման ավտոմատացված միջոցներով, Լուսան զենիթային հրթիռային համակարգն ունակ է 120 կիլոմետր հեռավորությամբ հայտնաբերել մինչև 120 օդային օբյեկտ, ավտոմատացված ռեժիմում ուղեկցել մինչև 60 եւ միաժամանակ խոցել 16 թռչող օբյեկտ 18 կիլոմետր բարձրությամբ եւ 25 կիլոմետր հեռավորությամբ։ Լուսան զենիթային հրթիռային համակարգի ինտեգրումը զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի կազմում հնարավորություն է տալիս արդյունավետ պայքար մղել ժամանակակից օդային հարձակման միջոցների դեմ եւ էապես բարձրացնել օբյեկտների հակաօդային պաշտպանության մակարդակը։ Շարասյունը եզրափակում են Վահան 200 ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Հեռավոր հայտնաբերման շարժական Վահան 200 ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է մինչև 1200 մետր վայրկյան արագությամբ
25 կիլոմետր բարձրությամբ եւ 250 կիլոմետր հեռավորությամբ թռչող ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի, թեւավոր հրթիռների, ուղղաթիռների եւ ինքնաթիռների հայտնաբերման ու ավտոմատ ուղեկցման համար։ Հանրապետության հրապարակում է հրթիռային զորքերի եւ հրետանու շարասյունը, զորքերի պետ Հայաստանի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքնշանակիր գեներալ-մայոր Գոր Նիկոյանի գլխավորությամբ։ Վերջին տարիներին հրթիռային եւ հրետանային զորքերը համալրվել են նորագույն միջազգային որակին համապատասխան սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։ Գրանցել են մասնագիտական ցուցանիշների էական աճ ու բարձր արդյունքներ։ Հրթիռային ու հրետանային ստորաբաժանումներում իրականացվել ու իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, դրանք համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։ Հրթիռային զորքերի եւ հրետանու շարասյան գլխամասում են Կորնետ M հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները։ Համալիրը նոր սերնդի հակատանկային կառավարվող հրթիռային համալիր է։ Հնարավորություն ունի մինչև 8000 մետր հեռավորության վրա վարել հրաձգություն տարբեր նշանակության հրթիռներով։ Համալիրի կառավարումն իրականացվում է լազերային ուղղորդմամբ, կարող է հաղթահարել զրահապատ օբյեկտների դինամիկ պաշտպանությունը եւ արդյունավետորեն խոցել ժամանակակից ռազմական զրահապատ սպառազինությունը։ Կորնետ M հակատանկային համալիրը կիրառվում է ինչպես գետնից, այնպես էլ շարժական փոխադրամիջոցներից։ Համալիրը կարող է խոցել ոչ միայն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ եւ զրահապատ սպառազինություն, այլև ցածր թռչող օդային նշանակետեր, ոչնչացնել ամրացված դիրքեր եւ երկարաժամկետ գրակակետեր։ Կորնետ M-ը կայուն է ռադիոէլեկտրոնային խանգարումների նկատմամբ։ Մարտադրակազմում բացի կումուլյատիվ հրթիռներից առկա են նաև թերմոբարիկ ֆուգասային հրթիռներ, որոնք համալիրը դարձնում են ոչ միայն հակատանկային, այլև բազմաֆունկցիոնալ։ Հրապարակ են մտնում նիզակ հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները։ Նրանք վերջին սերնդի կրակիր մոռացիր սկզբունքով հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներ են։ Հակատանկային կառավարվող հրթիռային համալիրը նախատեսված է անշարժ եւ շարժման տարբեր անկյունների տակ մինչև 80 կմ/ժ արագությամբ շարժվող տանկեր ու այլ զրահապատ նշանակետեր հայտնաբերելու, նույնականացնելու եւ խոցելու համար։ Համալիրը գերճշգրիտ զինատեսակ է։ Հնարավորություն ունի վարելու հրաձգություն ինչպես ուղիղ նշանառությամբ, այնպես էլ փակ կրակային դիրքին։ Հակատանկային հրթիռն օժտված է արհեստական բանականությամբ, որը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել եւ նույնականացնել տեսադաշտում առկա նշանակետերը, առաջարկում է ընտրել առավել կարևոր նշանակետը, կարողանում է գտնել նշանակետի ամենաանպաշտպան եւ խոցելի հատվածը։ Նիզակ համալիրը համապատասխանում է ժամանակակից մարտահրավերներին, ուղղորդման համար օգտագործում է ինֆրակարմիր պատկերային սենսոր, տեսնում է թիրախի ջերմային պատկերն ու հետևում է դրան։ Զորատեսակի հաջորդ նմուշը Արսենալ ընկերության հայրենական արտադրության 82 մմ տրամաչափի հրազդան ականանետն է։ Ականանետը համազորային ստորաբաժանումների աջակցման արդյունավետ կրակային միջոց է, հատկապես լեռնային պայմաններում։ Քաշային տվյալներով պայմանավորված եւ հանդիսանալով դյուրակիր միջոց կարող է արագ փոխել կրակային դիրքը եւ կարճ ժամանակում իրականացնել ինտենսիվ կրակ։ Հրազդան ականանետի հիմնական առավելություններն են կրակի արագացկությունը, պարզ կառուցվածքը եւ մարտական կիրառման հուսալիությունը։ Ականանետն ունակ է խոցել նշանակետեր բարձունքների հակառակ լանջերում, ձորերի մեջ եւ դժվար հասանելի վայրերում, ավերել թեթև դաշտային տիպի կառույցներ, ինչպես նաեւ լուսավորել եւ ծխապատել մարտական գործողությունների անցկացման շրջանը։
Ականանետի թեթև քաշը եւ մարտավարատեխնիկական բնութագրերը կիրառող անձնակազմին թույլ են տալիս տեղափոխել ականանետը եւ ցանկացած տեղանքում խուսավարել հրաձգային ստորաբաժանումների շարժին համահունչ, նրանց ցուցաբերելով անընդհատ կրակային աջակցություն։ Հրապարակ է մտնում Արսենալ ընկերության հայրենական արտադրության 120 մմ տրամաչափի Սևան ականանետների շարասյունը։ Այն կիրառվում է տեղանքի խոր ծալքերում ու թաքստոսների հետևում կահավորված բաց եւ կիսաբաց պաշտպանական կառույցներից, խնդիր ունենալով ճնշել կամ ոչնչացնել խրամատներում, բարձունքների հակադարձ լանջերին, լեռնահովիտներում, ձորակներում տեղակայված պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակային միջոցները, ավերել թեթև տիպի դաշտային կառույցները, ինչպես նաև լուսավորել եւ ծխապատել այն տեղանքը, որտեղից անց են կացվում պայմանական մարտական գործողությունները։ Ականի զգալի հզորության, բավական արագաձգության, հրաձգության հեռահարության եւ կրակի խտության, ցածր քաշի եւ մեծ շարժունակության շնորհիվ ականանետը կարող է արդյունավետ եւ ժամանակին աջակցություն ցուցաբերել համազորային ստորաբաժանումներին, ապահովելով պայմանական մարտական գործողությունների հաջող ընթացքը։ Եվ Հրազդան, եւ Սևան ականանետները պայմանական մերձամարտ վարող ստորաբաժանումների կրակային խոցման հիմնական միջոցներ են։ Կրակի ճկուն կառավարման շնորհիվ դրանք ունակ են արագ արձագանքելու իրավիճակի փոփոխությանը, տեղափոխվելով եւ կենտրոնանալով տարբեր ուղղությունների վրա։ Զորատեսակի շարասյունը շարունակում են IDS ընկերության հայրենական արտադրության 122 մմ տրամաչափի փոքր համազարգային կրակի ռեակտիվ Ատլանտ համակարգերը։ Ատլանտ համակարգը որպես կանոն ներգրավում է համեմատաբար մեծ չափեր ունեցող խմբային նշանակետերի խոցման, հեռավոր ականապատման եւ պայմանական մարտական գործողությունների շրջանում համատարած հրդեհների ստեղծման համար։ Դրա կրակն առավել արդյունավետ է բաց տեղաբաշխված կենդանի ուժը եւ ոչ զրահապատ նշանակետերը խոցելիս։ Հաշվի առնելով համակարգի կառուցվածքային չափերը, այն արդյունավետ է լայնորեն կիրառել լեռնային պայմաններում։ Համակարգը նաև արդյունավետ միջոց է հակամարտկոցային պայքար վարելու համար։ Տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համակցված աշխատել հայրենական արտադրության հետախուզական տարբեր միջոցների հետ, այն ներառելով հետախուզակրակային համակարգի մեջ։ Նախատեսված է կենտրոնացման շրջաններում, բացազատման բնագծերում կենդանի ուժի ու կրակային միջոցների եւ շարասյունների խոցման, ռեակտիվ, հրետանային, ականանետային եւ զենիթային մարտկոցների ճնշման համար։ Համակարգն ունի աշխատանքի ավտոմատացված ռեժիմ, ինտեգրված օդերևութաբանական կայան, ապահովում է բարձր խտության կրակ, որը թույլ է տալիս կարճ ժամանակում ճնշել պայմանական հակառակորդին, խաթարելով նրա գործողությունները։ Հրապարակում են 122 մմ տրամաչափի գործարանային արտադրության D30 հաուբիցները։ D30 հաուբիցը նախատեսված է կենդանի ուժի կրակային միջոցների, զրահապատ եւ այլ մարտական տեխնիկաների, հրետանային ու ականանետային մարտկոցների, հակաօդային պաշտպանության միջոցների եւ ղեկավարման կետերի խոցման համար։ D30 հաուբիցները լեռնային տեղանքում յուրային զորքերի աջակցման միջին հեռահարության, բարձր արդյունավետության միջոցներ են։ Փորձված ուժ, որը չի կորցնում իր նշանակությունը։ Այն տարիներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունն ու հուսալիությունը տարբեր պայմաններում։ Հաուբիցն առանձնանում է իր շրջանաձև եւ բարձրացման մեծ անկյունների տակ կրակի հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս արագ արձագանքել տարբեր ուղղություններից պայմանական սպառնալիքներին։ Ունի հատուկ զինամթերք կիրառելու հնարավորություն, իրականացնում է տարածքի ծխապատման եւ գիշերային ժամերին լուսավորման, ինչպես նաեւ լուսային կողմնորոշիչների տեղադրման խնդիրներ։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այս սպառազինությունն ունի առանձնահատուկ նշանակություն, քանզի լեռնային տեղանքի գերակշռումը պահանջում է հզոր ու արդյունավետ կրակային միջոցների առկայություն։ D-30 հաուբիցը համատեղում է պարզ կառուցվածքը և հեշտ սպասարկումը։ Հրթիռային զորքերի և հրետանու շարասյունը շարունակում են 155 մմ տրամաչափի տորկ հաուբիցները։ Տորկ հաուբիցը ժամանակակից խոցման միջոց է և իզորու է մեծ հեռավորությունների վրա ճշգրիտ կրակով խոցել կենդանի ուժը, կրակային միջոցները, ռեակտիվ, հրետանային, ականանետային և զենիթահրթիռային մարտկոցները, ղեկավարման կետերն ու այլ նշանակետեր։ Տորկ հաուբիցն ինքնաշարժ է և ի վիճակի է առանց քարշակի տեղաշարժ տվել կրակային դիրքի շրջանում, ինչը թույլ է տալիս հաճախակի խուսավարումների շնորհիվ արագ փոփոխել կրակային դիրքերը, ինչի արդյունքում բարձրանում է համակարգի և կիրառող անձնակազմի կենսունակությունը։ Տորկ հաուբիցների նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումները, ինչպես նաև դրանց ժամանակակից կառավարման լուծումները հնարավորություն են տալիս ինտեգրել այն զինված ուժերի հրետանու ավտոմատ կառավարման համակարգին, առցանց ռեժիմում հետախուզական, օդերևութաբանական ստորաբաժանումներից ստանալ նշանակետի և հրաձգության համար անհրաժեշտ տվյալներ, կատարել ավտոմատ նշանառում, իրականացնել կրակոց և արագ վերադառնալ թաքստոց։ Հաուբիցի ավտոմատացված համակարգը նվազագույնի է հասցնում կիրառող անձնակազմի մեխանիկական սխալ թույլ տալու հնարավորությունը, ինչն էլ ապահովում է կրակի բարձր ճշգրտություն։ մմ տրամաչափի հաուբիցների շարասյունը շարունակում է տիր համակարգերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական հնարավորությամբ չեն զիջում տորկ հաուբիցներին։ Դրանք նույնպես հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով և արկի սկզբնական արագության չափման ռադարով, ինչի շնորհիվ բարձրանում է կրակի ճշտությունը և նվազում է կրակի բացման համար անհրաժեշտ ժամանակ։ Իր հրետանային համակարգը նախատեսված է մեծ հեռավորության վրա խոցելու հրթիռային, ռեակտիվ հրետանային մարտկոցները, կառավարման կետերը, հակաօդային պաշտպանության միջոցները, կենդանի ուժը և այլ կրակային միջոցները։ Իր հրետանային համակարգի ինքնաշարժ լինելը հնարավորություն է տալիս քարշակի հավանական խոցման պարագայում իր ընթացքով շարունակելու երթը և կատարելու առաջադրված խնդիրը։ Այն համեմատաբար թեթև է, ինչի շնորհիվ ավելի շարժունակ է և ճկուն տեղանքի տարբեր ռելիեֆներ հաղթահարելիս։ Համակարգի արդիականությունն արտահայտվում է նաև դրա կիրառման և սպասարկման պարզությամբ։ Միհր ինքնագնաց հրետանային կայանքները հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով և արկի սկզբնական արագության չափման ռադարով, ինչը թույլ է տալիս միաժամանակ վարել ճշգրիտ և հուժկու կրակ։ Բալիստիկ համակարգիչը և օժանդակ սարքավորումները թույլ են տալիս ինքնագնաց հրետանային կայանք ինտեգրել զինված ուժերի հրետանու ավտոմատ կառավարման համակարգին, հետախուզական, օդերևութաբանական ստորաբաժանումներից ստանալ նշանակետի և հրաձգության համար անհրաժեշտ տվյալներ, իրականացնել ճշգրիտ հաշվարկներ, կատարել ավտոմատ նշանառում, իրականացնել կրակոց և արագ թողնել կրակային դիրքը, որի արդյունքում նվազագույնի է հասցվում ինքնագնաց հրետանային կայանքի բաց տեղանքում գտնվելու ժամանակահատվածը։ Բարձր ճշգրտության շնորհիվ այն նվազագույն ժամանակահատվածում խոցում է նշանակված նշանակետերը, ապահովելով մարտական առավելություն։
Համակարգի խցիկը զրահապատ է, ինչը բարձրացնում է անձնակազմի պաշտպանվածության մակարդակը։ Նույնիսկ մեկ համակարգը, շնորհիվ իր մարտավարատեխնիկական հնարավորությունների, անկախ այլ օժանդակող միջոցներից, կարողանում է կատարել կրակային խնդիրներ եւ արագ լքել կրակային դիրքը, մնալով չհայտնաբերված հետախուզական միջոցների կողմից։ Միհր ինքնագնաց հրետանային կայանքն ունի բարձր խուսավարման եւ արտաճանապարհային պայմաններում անցանելիության հնարավորություն, ինչպես արդավայրային, այնպես էլ լեռնային պայմաններում։ Համալրված է զինամթերքի պահեստային պաշարով, որը թույլ է տալիս մինչև հիմնական զինամթերքի առբերումն իրականացնելու նշանակետերի խոցում, համակարգը դարձնելով ավելի ինքնավար։ Օգտագործելով իներցիոն նավիգացիոն համակարգը, կիրառող անձնակազմը հնարավորություն ունի անծանոթ տեղանքում մեծ տարածությունների վրա կատարել ռազմերթ, զբաղեցնելու կրակային դիրք եւ իրականացնելու նշանակետերի խոցում։ Այդ նոր ձեռքբերումները հնարավորություն են տալիս իրականացնել ճշգրիտ պլանավորում, արդյունավետ կառավարում եւ հուսալի ապահովում։ Հրապարակ են մտնում 155 մմ տրամաչափի արամազդ ինքնագնաց հրետանային կայանքները։ Հուսալի պաշտպանվածության եւ ավտոմատացված ճշգրիտ հաշվարկներ կատարելու շնորհիվ համակարգերն ունակ են կարճ ժամանակահատվածում եւ բարձր արդյունավետությամբ խոցել պաշտպանության խորքում գտնվող, բարձր պաշտպանվածություն ունեցող, շարժվող եւ անշարժ կենդանի ուժը, կրակային միջոցներ եւ այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ։ Համակարգերի զրահապատ խցիկը թույլ է տալիս անձնակազմը պաշտպանել հրաձգային զենքերի գնդակներից եւ արկերի բեկորներից։ Ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում այդ իզորու է կատարել նշանակետերի ոչնչացման, տարածքների ծխապատման, լուսավորման խնդիրներ, հնարավորություն ունենալով կիրառելու ժամանակակից գերճշգրիտ եւ հակատանկային կառավարվող հեռահար արկեր։ Արամազդ ինքնագնաց հրետանային կայանքը ոչ միայն կրակային խոցման միջոց է, այլ նաև բարձր տեխնոլոգիական, ճշգրիտ եւ համակարգված գործողություններ իրականացնող հրետանային համակարգ, որը թույլ է տալիս նշանակետի հայտնաբերումից մինչև խոցումը իրականացնել ավտոմատ կրակի կառավարմամբ։ Իր մարտավարատեխնիկական բնութագրով եւ կիրառման արդյունավետությամբ Արամազդ ինքնագնաց հրետանային կայանքը համարվում է միջազգային լավագույն, առաջատար հրետանային ինքնագնաց կայանքներից մեկը, որի ձեռքբերումը եւ ներդրումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արդեն իսկ խոսում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի հրետանային ստորաբաժանումներ ունենալու մասին։ Հրապարակում են կրակի միջին հեռահարության եւ խոցման մեծ մակերես ունեցող խոշոր տրամաչափի շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրի ստորաբաժանումները, որոնք իզորու են մարտավարական, օպերատիվ մարտավարական խորություններում սովորական եւ գերճշգրիտ հրթիռներով խոցելի կենդանի ուժը եւ կրակային միջոցները, հասցնել կետային ու մակերեսային հարվածներ կարևորագույն ռազմական օբյեկտներին։ Շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրն առանձնանում է իր մեծ խոցման հզորությամբ, բարձր ճշգրտությամբ եւ պայմանական սպառնալիքներին արագ արձագանքման հնարավորություններով։ Համալիրը կարող է գործել մարտական իրադրության եւ եղանակային ցանկացած պայմաններում,
ինչպես ստորաբաժանման կազմով, այնպես էլ մեկ արձակման կայանքի միջոցով ճշգրիտ հարվածներ հասցնել միաժամանակ մի քանի նշանակետի։ Շանթ համալիրներն աչքի են ընկնում բացառիկ շարժունակությամբ։ Րոպեների ընթացքում ունակ են հասցնել հարված ու թողնել զբաղեցրած դիրքը։ Իսկ փաթեթային լիցքավորումը թույլ է տալիս կարճ ժամանակում պատրաստ լինել հաջորդ խնդրի կատարմանը, հնարավորություն տալով միաժամանակ կիրառել տարբեր նշանակության և հեռահարության հրթիռային զինամթերք։ Շնորհիվ արբանյակային ուղղորդման և թվային կառավարման, Շանթ համալիրի հարվածներն ապահովում են առավելագույն արդյունք զինամթերքի նվազագույն քանակով։ Համալիրը հետախուզահարվածային համակարգերի կարևորագույն բաղկացուցիչ մաս է, որտեղ հետախուզական միջոցներից ստացված տվյալները թույլ են տալիս իրական ժամանակում կայացնել ակնթարթային որոշումներ, որոնք րոպեների ընթացքում վերածվում են կոնկրետ հարվածի, համալիրը դարձնելով ամենաազդեցիկ և արդյունավետ գործիքներից մեկը։ Փորձը բազմիցս ապացուցել է, որ համազարգային կրակի ռեակտիվ համալիրների արդյունավետ և գրագետ կիրառումը կարող է էական ազդեցություն ունենալ պայմանական մարտի ընթացքի վրա, որն էլ իր հերթին կնպաստի պայմանական մարտական գործողություններում հաջողության հասնելուն։ Շանթ համալիրն ինտեգրված է հրթիռային զորքերի և հրետանու ավտոմատ կառավարման համակարգում, որի միջոցով ընտրված նշանակետերն ավտոմատ փոխանցվում են միջոցին։ Արդյունքում նվազագույնի է հասցվում որոշումների կայացման և տվյալների փոխանցման ժամանակը։ Զորատեսակի շարաշյունը եզրափակում են փայլածու ռադիոլոկացիոն կայանները։ Նրանք համարվում են ժամանակակից և արդյունավետ հրետանային հետախուզական միջոցներ։ Կայանների ալեհավաքների հզորությունը թույլ է տալիս եղանակային և տեսանելիության ցանկացած պայմաններում, վերգետնյա հետախուզության այլ միջոցների համար անտեսանելի դաշտերում իրականացնել ռադիոլոկացիոն որոնում և մարտավարական խորություններում միաժամանակ հայտնաբերել պայմանական հակառակորդի մի քանի կրակող ականանետային, հրետանային, ռեակտիվ և հրթիռային ստորաբաժանումներ, ուղղորդել յուրային հրետանու կրակը դրանց խոցման ընթացքում։ Փայլածու ռադիոլոկացիոն կայաններն ունակ են տվյալներն ավտոմատ հաշվարկել և փոխանցել խնդիր կատարող հրետանային ստորաբաժանումներին։ Հրետանային հետախուզությունը հրթիռային զորքերի և հրետանու մարտական ապահովման կարևորագույն տեսակներից մեկն է, որի բաղկացուցիչ մաս է համարվում ռադիոլոկացիոն հետախուզությունը։ Փայլածու ռադիոլոկացիոն կայանների կիրառմամբ զգալիորեն բարձրանում է հակամարտկոցային պայքարի արդյունավետությունը։ Հանրապետության հրապարակ են մտնում զինված ուժերի բոլորովին վերջերս կազմավորված անօդաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումները, զորքերի պետ Արիության մեդալակիր գնդապետ Կորյուն Ֆիլիպոսյանի գլխավորությամբ։
Գերժամանակակից անօթաչու թռչող սարքերով համալրված այս զորքերը մարմնավորում են զինված ուժերի տեխնոլոգիական բացարձակ գերազանցությունը։ Նրանք յուրային զորքերի խելացի վահանն ու սուրն են եւ ապահովում են երկնքի կատարյալ վերահսկողությունը առավելագույն արդյունավետությամբ։ Անօթաչու թռչող սարք կայծակ։ Այս թեթև սարքը նախատեսված է շարժական եւ անշարժ նշանակետերի խոցման համար։ Ունակ է թիրախներ խոցել մինչև 17 կիլոմետր խորությամբ։ Անօթաչուն իր փոքր չափերով, սակայն բարձր մանևրությամբ ինտեգրվելով հատուկ նշանակության ստորաբաժանումներում, հարկ եղած դեպքում կիրառվում է պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը մեկմղելու համար։ Հաջորդն է հայրենական արտադրության Airworker ընկերության AW5R անօթաչուն։ Այն նախատեսված է օդային լուսանկարահանում իրականացնելու համար։ Ունակ է գործել 30 կիլոմետր շարավով։ Այն արդյունավետ միջոց է քարտեզագրման, ինչպես նաև հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Իր զանգվածաչափական փոքր բնութագրերի շնորհիվ աննկատ է պայմանական հակառակորդի ռադիոլոկացիոն համակարգերի համար։ Շահագործման տեսանկյունից դյուրին է եւ պարզ։ Տարբեր տեսակի անօթաչուների ներդրումը զինված ուժերում կարող է զգալիորեն նպաստել անօթաչու թռչող սարքերի զորքերի մարտական հնարավորությունների բարձրացմանը, ինչպես նաև պայմանական մարտական գործողությունների արագ փոփոխվող իրավիճակներում կաջակցի հրամանատարությանը կայացնելու առավել նպատակային ու ճշգրիտ որոշումներ։ Ներկայացնում ենք հայրենական արտադրության Aerodynamics ընկերության Մեհու 5 անօթաչու թռչող սարքը։ Մեհու 5-ը նախատեսված է պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկայի եւ կենդանի ուժի ոչնչացման համար։ Կարող է թռչել 90 կմ/ժ արագությամբ։ Ունակ է խնդիր կատարել 40 կմ շարավղով։ Միջոցը համադրված է արհեստական բանականության տարրերով, որոնք նախադրյալներ են ստեղծում պայմանական մարտադաշտում արագ կողմնորոշվելու եւ նշանակետերն արդյունավետ խոցելու համար։ Համակարգի կազմում կարող է օգտագործվել վերահաղորդման կայան, ինչը հնարավորություն է տալիս խնդիրները կատարել առավելագույն արդյունավետությամբ եւ շահագործող անձնակազմի կորստի նվազագույն ռիսկով։ Անօթաչու թռչող համակարգերի կիրառման ժամանակակից գաղափարի ներդրումը, որը ներառում է դրանց շահագործումն արհեստական բանականությամբ եւ հարվածային անօթաչու թռչող սարքերի խմբային կիրառմամբ, կարող է էականորեն փոխել պայմանական մարտական գործողությունների ընթացքը։ Սկարիվ ընկերության հայրենական արտադրության SPM1 անօթաչու թռչող սարքը նույնպես նախատեսված է օդային լուսանկարահանման, քարտեզագրման եւ հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Կարող է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, խնդիր կատարել 50 կմ շարավղով եւ 6000 մետր բարձրության վրա։ Այս անօթաչուի միջոցով ստացված լուսանկարները առանց որևէ հատուկ տեխնիկական միջոցների կիրառման շատ կարճ ժամանակահատվածում վերածվում են բարձր ճշգրտության քարտեզի, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս դուրս բերել ճշգրիտ կոորդինատներ եւ այն փոխանցել խոցում իրականացնող ստորաբաժանումների։ Վերթիրն իրականացվում է ռետինե մեկնարկիչով, իսկ վայրեջքը անկարգելով։ Շահագործման տեսանկյունից շատ պարզ եւ արդյունավետ միջոց է։ Բանակի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ինչպես զինված ուժերի անօթաչու թռչող սարքերի ստորաբաժանումների համադրումը գերժամանակակից նմուշներով, այնպես էլ հայրենական ռազմաարդյունաբերության համահունչ եւ շարունակական զարգացումը։
UL Villab ընկերության հայրենական արտադրության UL350-ը նույնպես կիրառվում է օդային լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնելու համար։ Այն անընդմեջ կարող է օդում լինել մինչև 7 ժամ 6000 մետր բարձրության վրա և թռիչք կատարել 100 կիլոմետր շարավղով։ Այն համալրված է ավտոնոմ էլեկտրասլուցման և ալեհավաքային համակարգերով, տարբեր նշանակության տեսախցիկներով, գիշերային և ցերեկային պայմաններում տարատեսակ խնդիրների կատարման համար։ Համակարգի վերգետնյա ղեկավարման կայանը շարժական է, որը նախատեսված է ինչպես անօդաչուների և դրանց կիրառման համար տարատեսակ բաղկացուցիչ մասերի, այնպես էլ շահագործող անձնակազմի տեղափոխման համար։ Անօդաչուն կարող է ղեկավարվել ցանցային եղանակով, ցանկացած անօդաչու թռչող սարքի ղեկավարման կետից, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու անօդաչուի ղեկավարում հանրապետության ամբողջ տարածքով։ Հաջորդը Դավարո ընկերության հայրենական արտադրության հետախուզահարվածային DEV-11 անօդաչուն է։ Այս սարքի նպատակն է հայտնաբերել թեթև զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկաներն ու ոչնչացնել դրանք։ Զարգացնում է 97 կիլոմետր ժամարագություն և ունակ է խնդիր կատարել մինչև 50 կիլոմետր շարավղով։ Սարքի հիմնական առավելություններից են ժամանակի իրական պահին հետախուզություն իրականացնելը, նշանակետերը հայտնաբերելը և խոցելը, որոնք կարող են իրականացվել ինչպես ավտոմատ, այնպես էլ օպերատորի թիրախավորմամբ։ Հետախուզահարվածային այս անօդաչուի վերթիրն իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով, ինչն էապես կրճատում է հաջորդ անօդաչուի նախապատրաստման և մեկնարկի տևողությունը։ Իր զանգվածաչափային տվյալների շնորհիվ այս անօդաչուն կարող են կիրառել ցանկացած զորատեսակի ստորաբաժանումներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը մեծ ազդեցություն է ունեցել ռազմական ոլորտի վրա։ Այդ փոփոխությունների կարևոր բաղադրիչներից են անօդաչու թռչող սարքերը, հատկապես հետախուզահարվածային անօդաչուները, որոնք համատեղում են հետախուզության և հարվածային գործողությունների հնարավորությունները։ Հրապարակում է հայրենական արտադրության DEV-11-ը, որն ի տարբերություն DEV-11-ի նախատեսված է վերգետնյա ստացիոնար նշանակետերը խոցելու համար։ Այս անօդաչուի մարտական մասը բեկորաֆուգասային կումուլյատիվ է։ Խնդիր կարող է իրականացնել մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա։ Անօդաչուի վերթիրը նույնպես իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Մեկնարկից հետո ամբողջ թռիչքն իրականացվում է ինքնավար, նախապես հայտնաբերված կամ լրահետախուզված նշանակետերի խոցման համար առանց օպերատորի միջամտության։ Հավելյալ հնարավորություն է ստեղծվում շատ կարճ ժամանակում կատարել բազմաթիվ մեկնարկներ և շահագործող անձնակազմի անվտանգության համար ապահովել բարենպաստ պայմաններ մեկնարկի վայրն արագ լքելու համար։ Հարվածային անօդաչուները դարձել են ժամանակակից ռազմական գործողությունների անբաժանելի մաս։ Նրանց զարգացումը շարունակվում է, ներառելով ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ։ Կանխատեսվում է, որ ապագայում դրանց ազդեցությունը պայմանական ռազմական գործողությունների վրա առավել կմեծանա։ DEV ընտանիքի հաջորդ նմուշը հայրենական արտադրության հետախուզահարվածային DEV-3 անօդաչու թռչող համակարգը նախատեսված է հետախուզության իրականացման և տարբեր տեսակի նշանակետերի հայտնաբերման ու ոչնչացման համար։ Կարող է առաջադրանքը կատարել 300 կիլոմետր հեռավորության վրա։ Ինչպես նախորդը, այս անօդաչուի մեկնարկը ևս կատարվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Այն DEV-3-1-ի արդիականացված տարբերակն է և համալրված է ժամանակի իրական պահին հետախուզություն իրականացնելու, տեսազդանշանը և հայտնաբերված նշանակետերի կոորդինատները վերգետնյա ղեկավարման կայանին փոխանցելու համակարգերով։ Համակարգի ղեկավարման կայանը դյուրակիր է, ինչն ըստ անհրաժեշտության մեկնարկային կետերի արագ փոփոխման հնարավորություն է ընձեռում։ Հայերական ռազմաարդյունաբերության և հայկական ինժեներական մտքի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված DEV-3 հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքը կարճ ժամանակում ինտեգրվեց
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Զինված ուժերի անօթաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումները ներկայացնում են հակառադիոլոկացիոն որոտ 1-ը։ Սա զորատեսակի սպառազինության այն տեսակներից է, որը նախատեսված է պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի ղեկավարման կայանների ոչնչացման համար։ Կարող է զարգացնել մինչև 220 կմ/ժ արագություն։ Անօթաչուն տեխնոլոգիական ժամանակակից լուծումներից է եւ համարվում է ռադիոլոկացիոն համակարգերի ահն ու սարսափը։ Այն հնարավորություն ունի հայտնաբերել եւ խոցել գրեթե ցանկացած տեսակի ռադիոլոկացիոն կայան։ Վերթիրն իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Այս անօթաչուն եւս կարևոր դեր է խաղում ժամանակակից ռազմական գործողություններում, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ պայքարում։ Հիմնական առավելություններից է նվազեցնել պայմանական հակառակորդի ռադիոլոկացիոն հայտնաբերման համակարգերի հնարավորությունները եւ նպաստավոր պայմաններ ստեղծել յուրային ավիացիայի եւ անօթաչուների կիրառման համար։ Հաջորդ անօթաչու թռչող սարքը IDS ընկերության հայրենական արտադրության Շտորմ 320-ն է, որը նախատեսված է օդային լուսանկարահանում եւ տեսանկարահանում իրականացնելու համար։ Ուղղայաց վերթիր վայրեջքով այս անօթաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 120 կմ/։ Ուղղայաց վերթիր վայրեջքի հիմնական առավելություններն են ցանկացած վայրից առաջադրված խնդրի կատարումը, շահագործման պարզությունը եւ վնասվածքների նվազագույն ռիսկը։ Կարող է ծառայել նաեւ որպես կապի վերահաղորդիչ։ Անօթաչուի տեսախցիկը համադրված է նաեւ լազերային հեռաչափով, ինչը բավականին արդյունավետ միջոց է հրետանու կրակի կոորդինացման համար։ Իսկ ահա արհեստական բանականության տարրերով համալրված մեղու 1 անօթաչու հարվածային թռչող սարքերը նախատեսված են պայմանական հակառակորդի տարբեր տեսակի նշանակետերը խոցելու համար։ Կարող են խնդիր կատարել մինչև 60 կմ շարժումով։ Կախված նշանակետի բնույթից այս սարքը թիրախների խոցումն իրականացնում է թե մեկական մեկնարկով, թե պարսային սկզբունքով։ Այժմ ցուցադրվում են հայրենական արտադրության անօթաչու թռչող սարքերի նորագույն նմուշները։ Հրապարակում է Դավարո ընկերության հայրենական նորագույն արտադրության նմուշներից BIP 10 անօթաչու թռչող սարքը։ Այն նախատեսված է օդային լուսանկարահանման, տեսանկարահանման եւ հրետանու կրակի կոորդինացման համար։ Անօթաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 100 կմ/։ Այն համարվում է ժամանակակից հետախուզական միջոց, որը համալրված է տարբեր նշանակության պարագաներով։ Հրապարակում է ULV Lab ընկերության հայրենական արտադրության հետախուզության արդյունավետ միջոց UL450-ը, որը երկարատև թռիչքային պաշարով միջին արագությամբ թռչող անօթաչու է, նույնպես նախատեսված է օդային լուսանկարահանման, տեսանկարահանման եւ հրետանու կրակի կոորդինացման համար։ Անօթաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 200 կմ/։ Հաջորդ առավել հզոր հետախուզահարվածային անօթաչուն Դավարո ընկերության հայրենական արտադրության DEV 4-ն է։ Հիմնականում նախատեսված է պայմանական հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար։ Գործողության շարավիղը ղեկավարման կայանից կազմում է 100 կմ։ Մինչ հարվածային բաղադրիչը գործի դնելը անօթաչուն ինքնուրույն իրականացնում է հետախուզություն եւ համապատասխան նշանակետերի հայտնաբերման պայմաններում օպերատորն իրականացնում է ռմբանետում։
Դավարո ընկերության հայրենական արտադրության DFK անօդաչու թռչող սարքը նախատեսված է 300 կիլոմետր հեռավորության 9000 մետր բարձրության վրա թռչող օդային նշանակետեր խոցելու համար։ Այն հակաօդային պաշտպանության միջոց է, պատրաստ է ոչնչացնելու պայմանական հակառակորդի միջին արագությամբ թռչող օդային նշանակետերը։ Այս անօդաչուի վերթիրը կատարվում է մեկնարկիչով, իսկ վայրեջքը անկարգելով։ Որոտի 2 հեռահար հալվածային անօդաչուն մնալով օդում 6 ժամ իրականացնում է տարբեր հեռավորության վրա հայտնաբերված բազմապիսի նշանակետերի ոչնչացում։ Վերթիրն իրականացվում է մեկնարկային կոնտեյներից ռեակտիվ մեկնարկիչով։ Մեկ անգամյա օգտագործման միջոց է, համալրված է բազմաֆունկցիոնալ մարտական մասով, որը նախատեսված է ռազմավարական նշանակության նշանակետերի խոցման համար։ Համակարգի մաս կազմող շարժական ղեկավարման կայանը նախատեսված է ինչպես խնդիրների պլանավորման և կատարման, այնպես էլ շահագործող ու կիրառող անձնակազմի տեղափոխման համար։ Այս միջոցն արդյունավետ կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակի։ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերության կոմիտեի, զինված ուժերի և անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների միջև սերտ համագործակցության շնորհիվ ստեղծվել է յուրահատուկ տեխնոլոգիական լուծմամբ հագեցած անօդաչուներ։ Նմանատիպ անօդաչուները բարձրացնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առջև դրված խնդիրների կատարման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պահպանման և պաշտպանության արդյունավետությունը։ Եվ հրապարակ է մտնում անօդաչու թռչող սարքերի զորքերի հսկան, աղեղ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքը։ Երկարատև թռիչքային պաշարով բազմաֆունկցիոնալ այս անօդաչուն նախատեսված է հետախուզություն իրականացնելու, նշանակետերը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Աղեղի թևերի բացվածքը 18 մետր է, երկարությունը 8,5 մետր։ Կարող է թռչել 200 կմ/ժ արագությամբ, 28 ժամ տևողությամբ։ Ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչև 8600 մետր։ Թռիչքի շարավիղը 2000 կիլոմետր է։ Պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից պաշտպանված այս անօդաչուն ոչ միայն աններևույթ հետախույզ է, այլև ցանկացած պահի կայծակնային հարված հասցնելու զենք։ Անօդաչու թռչող համակարգը համալրված է հնարավոր բոլոր տեսակի, ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային օգտակար բեռներով։ Ժամանակակից ռազմական գործողություններն անհնար է պատկերացնել առանց անօդաչու թռչող համակարգերի մասնակցության, որոնք արդեն իսկ հետախուզական, բազմաֆունկցիոնալ, հարվածային կարևորագույն միջոցներ են, ու այս անօդաչուների արդյունավետ կիրառումը շատ դեպքերում որոշում է ռազմական ընդհարումների ելքը։ Անօդաչուները հմտորեն շահագործելու նպատակով պարբերաբար աշխատանքներ են ընթանում ստորաբաժանումներում համապատասխան կազմաստիկային փոփոխություններ կատարելու և համապատասխան գիտելիքներով լի անձնակազմ պատրաստելու համար։ Այս պահին մայրաքաղաք Երևանի երկնքով Հանրապետության հրապարակի վրայով անցնում է զինված ուժերի ավիացիա։ Զորատեսակի գլխավոր առաքելությունն օդային և ցամաքային տարածքների պաշտպանությունն է, մարտերի վարումն ու թիրախների ճշգրիտ խոցումը։ Օդում բազմաֆունկցիոնալ Mi-17V5 ուղղաթիռներն են, բազայի հրամանատար, առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ առաջին աստիճանի իշխանանշանակիչ, գնդապետ Տիգրան Աշոտյանի ղեկավարությամբ։ Երկնքի անվիճելի արքան ապահովում է օդային վերահսկողությունը, կատարելապես համադրելով գերարագ մանևրությունն ու ծանր սպառազինության ուժը։ Ուղղաթիռները նախատեսված են զորքերի և բեռների տեղափոխման, ցամաքային զորքերի կրակային աջակցության, որոնողափրկարարական աշխատանքների համար։
Օդում են Su-30 SM բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանի ճգնաթիռները։ Ավիացիայի պետ մարտական ծառայության մեդալակիր գեներալ-մայոր Հովհաննես Վարդանյանի գլխավորությամբ համադրված են փոքր եւ միջին հեռավորության օդ, միջին հեռավորության օդ ռադիոլոկացիոն դասի ավիացիոն հրթիռներով, հեռավար ու միջին հեռավորության ավիացիոն կառավարվող Սավառնով ռումբերով։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները, բազայի հրամանատար, առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանուշանի ասպետ գնդապետ Սամվել Թավադյանի ղեկավարությամբ։ Ինքնաթիռները նախատեսված են հիմնականում ցերեկային պայմաններում ցամաքային զորքերին մարտի դաշտում անմիջական կրակային աջակցության համար։ Այս պահին զինվորական ցուցադրական շարանցմամբ դեֆիլեով հանրապետության հրապարակում է զինված ուժերի պատվո-պահակային պաշտը։ Բարետես արտաքին կեցված դիմացկունություն, պատվի և արժանապատվության բարձր ընկալում, կենտրոնացվածություն, սառնասրտություն, բարոյահոգեբանական հատկանիշներ, նեղ մասնագիտական հմտությունների և կարողությունների ներդաշնակում զինվորական ծառայության հետ։ Սրանք զինված ուժերի պատվո-պահակային դաշտում ծառայելու համար անհրաժեշտ պայմաններից ոչ բոլորն են։ Իդեպ, զինված ուժերի պատվո-պահակային դաշտը և համահավաք նվագախումբը նույնպես ներկայանում են նոր համազգեստով։
զինված ուժերի պատվապահական վաշտը, գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը մեր երկրի այցեքարտերից են, ուստի այս ստորաբաժանումներում ծառայությունը հատուկ նշանակություն ունի եւ պահանջում է հատուկ մոտեցում, բարդ ու պատասխանատու ծառայություն, պետական ու զինվորական միջոցառումների պատշաճ ներկայացում։
Հանդիսավոր միջոցառումներն ու հատուկ արարողակարգերը պատվո պահակային վաշտի առօրյան դարձնում են արտասովոր ու հիշարժան։ Իսկ միջոցառումներից յուրաքանչյուրը վաշտի զինծառայողի համար դառնում է պատվո պահակայինին վայել, պատվով կերտած կենսագրության անբաժանելի մի մաս։ Պատվո պահակային վաշտի զինծառայողներից յուրաքանչյուրը մեր պետության իրեն բաժին ընկած ժամանակահատվածի պատմության ամենահիշարժան ու կարևոր դրվագների եւ իրադարձությունների լուր վկան է։ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ավարտին զինվորական ցուցադրական շարանցմամբ դեֆիլեով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատվոպահակային վաշտը, հրամանատար, հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալակիչ գնդապետ Սոկրատ Վարդանյանի հրամանատարությամբ։
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը եզրափակում է զինված ուժերի համահավաք նվագախումբը։ Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական միջոցառումների, արարողությունների, հանդիսությունների և ծեսերի երաժշտական կատարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանավագախմբային ծառայությունը, զինված ուժերի գլխավոր զինվորական դիրիժոր գնդապետ Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Եվս մեկ անգամ շնորհավոր Հանրապետության օրը։ Կեցցե Հայաստանի Հանրապետության բանակը։ Կեցցե Հայաստանի Հանրապետություն։ Սիրելի հայրենակիցներ, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը ավարտվեց։ Եվս մեկ անգամ շնորհավոր Հանրապետության օրը։ Կեցցե Հայաստանի Հանրապետության բանակը։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնենք, որ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կայանվելու են Տիգրան Մեծ պողոտայի վրա։ Կարող եք մոտենալ և ծանոթանալ։